Պարոն Սարգսյան, դուք այսօր եւս մասնակցում եք պարոն Արմեն Սարգսյանի կազմակերպած այսպես նախաձեռնած մատաղի արարողությանը, նա մեծ զրույցում ասաց, արվում է նաեւ երկրի խաղաղության համար, նաեւ մարդկանց համար, ձեզ համար այս մատաղը նույն խորհրդանիշ ունի եւ որքան է այն անհրաժեշտ, որ պարբերաբար բնույթ կրի։ Մատաղը ընդհանրապես ինքը հայ առաքելական եկեղեցում ընդունված արարողակարգ է, այս մատաղն էլ նույն տրամաբանության շրջանակներում է, եկեղեցում միջոցառում է կատարվել, հիմա մատուցվում է մատաղը, մենք էլ մեր ընկերությունը GTB Holding-ը ներկա ենք այս միջոցառմանը ու նաև հրավիրել ենք մեր աշխատակիցներին, մեր ընկերներին, համագյուղացիներին, որպեսզի միասին համատեղ այս հայցը կիսենք այդ խորհրդվա։ Պարոն Սարգսյան, ձեր ընկերությունը զբաղվում է կասկադի վերակառուցմամբ, ինձ հետաքրքիր է ինչ փուլի եք հասել, որտեղ եք հասել։ Այս բան դեռևս փաստաթղթային աշխատանքներն են իրականացվում նախագծման, որովհետև ամբողջական պրոյեկտը դեռևս պատրաստ չի։ Էսքիզային տարբերակներ կա, որ բոլորը տեսել եք, բայց այդ էսքիզային տարբերակների տակ դեռ մանրամասն շատ աշխատանք կա կատարվելու։ Հույս ունեմ բարեհաջող կընթանա այդ ամենը եւ եկող տարի արդեն կսկսենք բուն շինարարությունը։ Ինչքան ժամանակ կտևի, երբ մարդիկ երևանցիները արդեն պատրաստ կասկադ համալիրը կունենան։ Ինքը առհասարակ երկար պրոյեկտ է, որովհետև մեծ աշխատանք կա այնտեղ անելու, կոնկրետ ժամանակ այս բանը չեմ կարող նշել, բայց մենք կփորձենք հնարավորինս արագ իրականացնել ամեն ինչ։ Ես գիտեմ, որ պարոն Տեր-Ղազարյանը նաև զենքի այսպես գործարան է հիմնել, զբաղվում է արդյոք արտադրությամբ այն եւ ինչ զենք է վաճառվում է, չի վաճառվում։ Մենք զենքերի մասին դեռևս չենք ուզում խոսել, որովհետև դրանք նույնպես այս պահին դեռ նախագծում փուլում է։ Այսինքն չեն արտադրվում, պարոն Սարգսյան։ Մենք արտադրություն չունենք, այսպես բանակցություններ են ընթանում, արտասահմանյան ընկերություններ ունենք, գործընկերներ, բայց դրանց մասին լրացուցիչ կտեղեկացնենք, այսինքն հրապարակային է լինելու, ուղղակի այս բան քանի որ դեռ առարկայական չի, չենք ցանկանում այդ մասին խոսել։ Բայց նախանշված կա ինչ տիպի զենք է արտադրվելու արդեն պատկերացում։ Այո, պատկերացումներ ունենք, հստակ պատկերացումներ ունենք ինչ է լինելու, բայց չենք ուզում այդ մասին դեռևս խոսել։